Բարև ձեզ, այսօր պրոֆիլի հյուրը մի մարդ է, ում ճանաչում ենք բեմից եւ էկրաններից։ Այսօր փորձելու ենք նրան տեսնել ոչ միայն որպես դերասան, այլ որպես մարդ իր հիշողություններով եւ անկեղծ պատմություններով։ Իմ զրուցակիցը Արման Նավասարդյանն է։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզնից է կախված ոնց կլինեմ։ Առայժմ լավ եմ։ Շատ լավ է։ Արման, եթե նկարագրեք ձեզ 3 բառով, ինչպես կնկարագրեք։ Ինչպիսին է Արման Նավասարդյանը, ամենատիպիկ այսպես բնորոշումները։ Չգիտեմ 3 բառով, երևի թե շատ անհամեստ կարող է հնչել հիմա, բայց երևի թե պարզ, միևնույն ժամանակ բարդ բնավորության տեսանկյունից, երրորդը չգիտեմ, անտանելի, երբեմն ինքս ինձ համար էլ բարդ։ Այսինքն հակասական եք։ Ոչ թե հակասական, երբեմն ինքս իմ բնավորության բծախնդիր կողմերի մեջ խառնվում եմ իրար ու ինքս դժվար եմ դուրս գալիս այդ վիճակից։ Իսկ այդ բծախնդրությունը կապված է մասնագիտության հետ, թե կյանքում նույնպես։ Ոչ մի կապ չունի, բոլորն իրար հետ։ Եթե մարդու բնավորությունն այդպես է, եթե դու այդպիսին ես, ուրեմն այդպիսին ես, եթե բարդ ես, ուրեմն ամենտեղ ես բարդ։ Պարզապես պիտի կարողանաս քեզ ղեկավարել, արդյոք հիմա պետք է այսքան բծախնդիր լինել կամ այսքան բնավորությանը բոլոր բարդ կողմերը այստեղ ցուցադրել, թե կարող ես քեզ կոնտրոլի տակ պահել, կոնկրետ այս միջավայրում շատ քեզ ցույց չտաս։ Հասկանում եք, որովհետև ես ինչ եմ սա ասում։ Կան օրինակ դերասաններ, ովքեր ենթադրենք ինչ-որ մի բան իրենց կյանքում չի հաջողվում։ Ասում են, այ գիտեք, բարդ բնավորություն ուներ, ամբարիշտ էր ու չէր կարողանում հաշտվել շրջակայքի հետ, դրա համար իրենից չեն ուզում իր հետ գործ ունենալ։ Բայց ես կարծում եմ, որ այդ 15-20 օրը, որ դու գտնվում ես այդ նկարահանման հրապարակում, դու կարող ես քեզ կոնտրոլի ենթարկել, ինքդ քեզ եւ կառավարես քո բնավորությունը, եթե ամենաանտանելի մարդն ես, օրինակ ես, կարող ես չէ, քեզ պահել, չբռնկվել եւ այլն, եւ մարդկանց մոտ այդ կարծիքը չի լինի, թե դու չհաշտվող ես, բարդ բնավորություն ունես, խառը բնավորություն ունես, այնպես որ այդ ամեն ինչ այստեղից է գալիս։ Իսկ եղել է մի նախագիծ, որ այդքան էլ ձեր սրտով չի եղել եւ այդ 20 օրը պետք է այնտեղ լինեիք, ինչ նախագծերի մասին է խոսքը եւ եթե ցանկանայիք ձեր կարիերայից ջնջել, որ նախագիծը կջնջեիք։ Իհարկե կան այդ տեսակ բաներ, որոնք արել ես եւ ընթացքից ես հասկացել, որ պետք չէր գուցե սա անել եւ ուղղակի ժամ ես սպանել մինչեւ վերջանա։ Կա որ շատ հաճույքով ես աշխատել, բայց հետո ես հասկացել, որ այս սա չպիտի դու անեիր։ Մարդն էլ այդպես չէ, պարտադիր չի որ դերասան լինի։ Բոլոր բնատանը հաճույքով ճաշը եփում են, հետո պարզում է, որ չպիտի եփեր, որովհետև երբ որ բոլորը երեկոյան հավաքվեցին, պարզվեց, որ այդ ճաշը չեն սիրում կամ ենթադրենք կերած են եկել, օրինակ, եւ իզուր է իր դու անում այդ ամեն ինչ։ Նախագծերի անուններ չեմ տալու, չսպասեք, բայց կան, իհարկե կան, շատ կան ինքնել։ Իսկ որ դերն է, որ ձեզ ամենադժվարն է տրվել հոգեբանորեն։ Թատրոնում երևի թե դա 1-2-ի համար Արմենակի դերը։ Դա խաղում եմ Մոսկվայի հայկական թատրոնում, որովհետև պարադոքսալ բան կարող է հնչի, այդ դերը գրված էր ինձ համար, որ ես խաղամ, բայց այնքան բարդ շերտեր կա այդ դերի մեջ, գուցե իմ մեջ էլ այդ ամեն ինչը կա, ես չգիտեմ, բայց 2.5 ժամում ամբողջ ամբարել ներկայացումը, կերպարը այդ ամբողջ ինֆորմացիայով, տեքստով, մտածմունքներով, խորհրդածություններով, բնավորության տարբեր շերտերով, շատ վառ կերպար է ստացվել այդ առումով, որ 2.5 չի, 2:40 2 ժամ 40 րոպեն խտացված մի կերպար է ստեղծվել եւ դժվար հյուծող դեր է, բայց միևնույն ժամանակ հենց ներկայացումը վերջանում է, ես մտածում թե
Ես ինչու վերջացավ, ինչի այսքան շուտ վերջացավ, ես ուզում էի էլի լինել բեմի վրա։ Ձեր այդ կերպարին չէր ուզում հասցնել հանդիսատեսին։ Շատ բաներ, դուք պիտի նայեք ներկայացումը, ես այդպես չեմ կարող ասել։ Արման, ձեր կարծիքով ո՞րն է ձեր ամենաստացված դերը, որի համար ինքներդ ձեզ Օսկար կտայիք։ Ես ինձ Օսկար չէի տա։ Ես Օսկար չէի տա ինձ։ Ստացված դերել չունեմ, բոլորը դեռ թերի են, բոլորը դեռ աշխատելու տեղ ունեն։ Մանկության Արմանը արդյոք պատկերացնում էր, որ երբ մեծանա, դառնալու է դերասան։ Մանկության, հենց բուն մանկության, երբ որ երազանքները թրթռում են մեջդ, չէ։ Այդ ժամանակ չէ, այդ ժամանակ երազում էինք օդաչու դառնալու մասին, բժիշկ դառնալու մասին, տիեզերագնաց դառնալու մասին, միջավայրում, մեր մանկության միջավայրում օդում կախված էին այդպես երազանքներ։ Ես չգիտեմ հիմա այդպես է թե չէ, բայց ինչ ես ուզում դառնալ, Գագարին եմ ուզում դառնալ, ինչ ես ուզում դառնալ, բժիշկ եմ ուզում դառնալ։ Գիտեք, կային խավ կար մեր մանկության շրջանում, բժիշկը այդ խավի մեջ էր, ուսուցիչը խավի մեջ էր, ոստիկանը խավի մեջ էր, այսինքն սա որոշ առումով ձևավորված էր մտավորականություն եւ ուզես թե չուզես դու ձգտում էիր դառնալ այդպիսին։ Երբ հասկացաք, որ բեմը ձեր ճակատագիրն է։ Գիտեք, նաեւ այստեղ սովորության հարց կա։ Դա միայն բան չի, մի քիչ կարող է փիլիսոփայորեն հնչի, բայց երբ որ դու արդեն վարժվում ես այս կյանքին, տասնյակ տարիներ հետո հասկանում ես, որ դու պարտադիր չի դու լինես հող, չգիտեմ ինչ դերասան, որ դառնա քո ճակատագիրը։ Վատ դերասանների ճակատագիր էլ է դառնում բեմն ու թատրոնը։ Մարդիկ կան, որ 30-40 տարի թատրոնում են, բայց խաղում են ընդամենը ընթրիքը մատուցված է, դրանք ուրիշ ոչ մի բան։ Հիմա դրանք ճակատագիրն է թատրոնը, թե չէ։ Իհարկե ճակատագիրն է։ Դրանք ուրիշ բան չեն անում, այդ են անում։ Կարծում եմ դա ավելի շատ բանի հարց է, սովորության հարց է, քան թե ի վերուստ տրված ինչ-որ առաքելություն։ Այդպես դա շատ վերամբարձ կարող է հնչել, ես ինձ չեմ վերագրի այդ բարձրագոչ խոսքը։ Բայց դուք փոքր տարիքից շատ լավ նմանակել եք։ Դա է ձեզ դրդերում եք նմանակել։ Շատերին եմ նմանակել, քաղաքական գործիչներին եմ նմանակել, մեր բերդի շատ երևելի մարդկանց եւ ոչ երևելի եւ ինձ բոլորն ասում էին, որ իսկ ես այդ ժամանակ մտադրություն չունեի թատերական ինստիտուտ ընդունվելու, ժամանակները վատն էր, գիտեք, եւ էլի պիտի գնանք այն խոսքին, որ իսկ դերասանները լավ էին ապրում այդ ժամանակ, ինձ անընդհատ էին ասում, մատնացույց անում, տեսեք, վատ են ապրում, ուր ես գնում ընդեղ, ինչ կա, դերասան ես դառնալու, սոված ես մնալու եւ այլն եւ այլն։ Բայց դուք չլսեցիք։ Եվ ես այդ ժամանակ չլսեցի, պարապում էի իրավաբանական ընդունվելու համար։ Ես պիտի գայի եւ իրավաբան դառնայի։ Այսինքն պիտի ընդունվեի եւ սովորեի, հիմա կդառնայի, չէի դառնա հայտնի չի։ Եվ վերջին պահին եմ միտքս փոխել, եկել թատերական ինստիտուտ։ Ինչը ստիպեց, ինչի եղավ։ Երևի հենց այդ, որ ես ասացի, որ ես կդառնամ իրավաբան եւ երեկոյան ժամերին կզբաղվեմ թատրոնով։ Հետո մի խելքը գլխին մարդ ասեց, այդպես չի լինում, եթե մի բանի նվիրվում ես, եթե մի բան ես ուզում դառնալ, մինչև վերջ պիտի նվիրվես։ Ну, ես երևի են ավելի գերակշռեց, ես եկա թատերական ինստիտուտ։ Ասացիք, որ շատ հայտնի եւ անհայտ մարդկանց եք նմանակել, ինչ հետաքրքիր պատմություններ կարող եք առանձնացնել։ Չեմ առանձնացնի ոչ մի բան, ես սիրում եմ, երբ որ լսում եմ, երբ որ ուրիշներն են նմանակում, ես ինքս մեկ-մեկ կարող է այդպես հավեսի համար, բայց չեմ առանձնացնի, ոչ մի բան։ Ուզում է թող իմանա։ Դուք ծնունդով Շամշադինից եք, ինչ հատուկ, այսպես հատկանիշներով է ձեր ծննդավայրը ձեզ օժտել։
Եվ շատ յուրահատուկ եւ կոլորիտային բարբառ ունեք, երբ խոսում եք հասկանում են ձեզ այլ մարզերի բնակիչները եւ խոսում եք բարբառով առհասարակ։ Իհարկե, տանը։ Տանը բարբառով եք խոսում։ Ձեր կինն էլ է։ Այո։ Շամշադինից։ Իհարկե, մայրենի լեզվով ենք խոսում տանը։ Բայց էդ էլ բան չի, գիտեք, դատավճիռ չի գալ թատերական ինստիտուտ ընդունվելը։ Այնքան մարդ ընդունվում, բայց ինչա դառնում վերջում։ Մեր կուրսից մատներից վրա հաշվեմ, ովքեր են մասնագիտության մեջ։ Շարունակել։ Հա, մնաց, բայց դա այնպես չի, որ դու եկար թատերական ինստիտուտ ընդունվեցիր, ուրեմն դու բեմերից չես իջնելու։ Ծառայել եք, հետո եք ընդունվել թատերական։ Ոչ, ես ընդունվել եմ, ավարտել եմ, նոր եմ գնացել բանակ։ Բանակից հետո վերադարձել եմ ու միանգամից արդեն այդ տարին 4 դեր եմ խաղացել թատրոն։ Դու Գեղնիկներում եք ծառայել։ Ոչ միայն։ Ոչ միայն։ Ձեր ծառայությունը ձեզ ինչ հատկանիշներով է օժտել եւ ինչ եք զգում, երբ սահման եք պահում։ Նախ բանակը ինչի համար է պետք։ Բանակը այնպես չի, որ մենք ասենք, բայց տղամարդ է սարքում, էս անում, այն անում։ Դրանք ընթացքում ոնց որ ասես բանակում քեզ շոր են տալիս։ Դա թեմա չի, որ դրա մասին խոսենք, տղամարդ է սարքում։ Տղամարդուն տղամարդ կսարքի, ոչ տղամարդուն տղամարդ չի սարքի։ Այդ բանակը անհրաժեշտ է նախ քո կենսական անվտանգությունը պահելու համար։ Ուրիշ ոչ մի բան չկա այնտեղ։ Եվ այստեղ շատ ավելի պետական եւ ազգային հարց է շոշափում բանակը, քան թե տղամարդ թրծելու հարցը, որը կարծում եմ, որ ցանկացած բան ինչա կոչվում է սպորտային մարզասրահ կարող է դա լուծի այդ հարցը։ Այստեղ մենք մտածենք ինչի համար է պետք բանակը եւ ես ինչ ունեմ բանակում անելու։ Ես ինչ ունեմ բանակին տալու եւ բանակը ինչ ունի ինձ տալու։ Այդ անտերի անունը ծառայություն է վերջին հաշվով։ Մենք դա պետք է գիտակցենք, որ ես գնում եմ այս 2 տարին խոնար, հլու, անմնացորդ, ինչպես եւ երթման մեջ է գրած, ծառայելու իմ երկրին, իմ ժողովրդին, իմ սահմանների անվտանգությանը։ Եթե դու պատրաստ ես, ուրեմն պիտի դա անես։ Այդտեղ բանակը այդպես հեշտ բան չի, որ բանակը տղամարդ է սարքում։ Փայտահատնել կարող է ասի փայտհատելն է ինձ տղամարդ սարքել, ինչ։ Գալով թատրոնին, հիմա ինչով է սնվում թատրոնը եւ այդ ազգային տեսակը կարողացել է պահպանել, կարողանում է պահպանել։ Պիտի ամեն օր դրա մասին մտածի, ոչ միայն թատրոնը, այլ ցանկացած մեկս։ Լինենք թատրոնում, թե թատրոնից դուրս։ Մանավանդ մենք, որ մեր անունը համազգային թատրոն է, այդ առաքելությանը պիտի կոչվենք ու պիտի անբասիր պահենք մեր ավազանը։ Իսկ դա ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում։ Ես մի անգամ մի արտահայտություն արեցի եւ հավանեցի այդ արտահայտությունն, էլի, ասացի, որ Սոս Սարգսյանը մի առու էր, որը հորդում էր դեպի թատրոն եւ մենք էլ ոնց որ թե այդ առվի մեջ այդպես եկանք լցվեցինք այդ ավազանի մեջ, բայց այսօր քանի այդ հորդումը չկա, իսկ նա տեղով ազգային մարդ էր, տեղով վեհ մարդ էր, ինքը ես իրենից հետո այդպիսի մեծություն չեմ տեսել բոլոր առումներով։ Եվ հիմա մենք պարտադիր պիտի այդ ավազանը մաքուր պահենք, որովհետև խառնվում են, գիտեք, կյանքում այնքան բան է կատարվում, որ դա կարող է ազդել թատրոնի վրա։ Ես չեմ ասում թատրոնի մեջից է այդ ամեն ինչ, դրսից կարող են ազդել թատրոնի մաքրության վրա։ Մենք պետք է անդադար ունելիով, սպիտակ խալաթներով, բժշկի նման ախտերը հանենք, որպեսզի չբորբոքվի մեր մաքրամաքուր օջախ։ Ինչը կարող է օրինակ ազդել թատրոնի վրա եւ հիմա ինչն է ազդում։ Շատ բաներ կարող են ազդել, շատ բաներ։
այնքան ալիքներ կան, այնքան հորդաններ կան, որ կարող են քշել թատրոնները այլ ուղղությունների վրա։ Գիտեք, այս տեսակ տենդենս կա մեր կյանքում եւ սա շատ վաղուց։ Արդյոք այն ինչ որ մենք անում ենք, եկամտաբեր բան է։ Այսինքն իսկ ինչու մենք չենք բեմադրում այն տեսակ ներկայացումներ, այն տեսակ ճակերտավոր աստղերի հետ, որ այս մեր թատրոնը այդպես լեփլեցուն դահլիճներով գնա։ Բայց միթե դա առաքելություն է։ Այսօրվա 2 կոպեկ ավել աշխատելը միթե առաքելություն կարող է լինել։ Արվեստը պիտի ծառայի միայն արվեստին։ Իմ գործը այսօր արվեստ ստեղծելը պիտի լինի եւ ոչ թե սրա քիմքին, նրա քիմքին, մյուսի քիմքին հաջող լինելը։ Ես պիտի նրան բերեմ եւ ասեմ սա է ճշմարիտը։ Եվ ոչ թե ես գնամ այնտեղ, ներեցեք, անվայել բաներ անեմ, որպեսզի նա ինձ ծափահարի։ Իսկ կներեք, վարձատրությունը այդ դեպքում բավարարում է դերասանին, թատրոնի դերասանին։ Դա ամենացավոտ կողմն է, որ երևի թե հենց այդ պատճառներից մեկն է, որ այդ պատճառով են գնում դեպի այլ կողմեր։ Բայց մենք պետք է դրան չտրվենք, իրավունք չունենք դրան տրվելու, կձուլվենք, կգնանք, կվերանանք որպես բարձրաճաշակ թատրոն լինելուց։ Վերջերս մեզ մոտ 2 առաջնախաղ եղավ, մեկը Սիմոն Աբգարյանի Պենելոպեն, մյուսը, այսինքն առաջինը շատ բուրն ընդուվեց, շատ լավ Պենելոպեն եւ լավ արձագանքներ։ Նարինեի Սուրբ Անտոնիոսի հրաշքներ, այսինքն Մորիս Մետերլինգի, որը Նարինեն բեմադրեց։ Ես սրան կարող եմ ասել, որ բարձրաճաշակ ներկայացումներ։ Այդ ինչու, բայց այդ Պենելոպեն լավ ընդունվեց։ Ուրեմն դրա հանդիսատեսը կա։ Ուրեմն պետք է այդ ուղղությամբ գնալ եւ ոչ թե գնալ այն ուղղությամբ, որ մենք մի ներկայացում լեփլեցուն դահլիճներով վաճառվում է եւ պահանջարկ ունեցող պահանջներ հանդիսատեսի քանակի դեպքում մենք կարծեմ 1 թե 2 ներկայացում ավելացրել ենք խաղացանկում, որովհետև գալիս են, ուզում են գալ։ Ճաշակ կա։ Դուք ձեր ուսուցչի Սոս Սարգսյանի մասին խոսեցիք, դուք նաև ասել եք, որ ձեր ճանաչած ամենալավ մտավորականն է նա եղել։ Ասել եմ եւ ասում եմ։ Ցանկացած ժամանակաշրջան միջավայր իր ժամանակահատվածում ապրող մտավորականից ունի ինքնատիպ պահանջներ։ Սոս Սարգսյանի մտավորական տեսակը ձևավորվել է այն ժամանակ, երբ որ տեսեք մինչև սովետական շրջանը եւ ավելի ցայտուն արտահայտվեց, երբ որ այդ Ղարաբաղյան շարժումը սկսվեց 88 թիվ, հացադուլ, հետո մի քանի տարի հետո թատրոն ստեղծեց այդ մարդը եւ նրա քաղաքացիական այդ տեսակը, մտավորականի վառ դրսևորումը հենց եղավ այդ ժամանակահատվածում ըստ իս։ Այսինքն ժամանակները այդպես պահանջեցին։ Հիմա կան իհարկե կան մտավորականներ, բայց մտավորականություն չկա։ Իսկ դա այլ պատճառը թե ինչու չկա։ Ինչի նկատի ունեք։ Այսինքն խոսքը չկա, մտավորականները կան խոս։ Չէ։ Մտավորականություն ձևավորում է պետությունը։ Անպայմանորեն պետությունը։ Առանձին մտավորականներ չեն կարող մտավորականություն ձևավորել։ Մանավանդ պետություն ունեցող երկրում։ Տեսեք, դա եղավ Հովանես Թումանյանը երբ ստեղծեց Վերնատուն, այնտեղ եւ որտեղ պետություն չկար այդ ժամանակ։ Որտեղ ստեղծեց ինքը իրենով հավաքեց, ստեղծեց այդ խումբը մտավորականության, որոնք լուրջ հարցեր էին լուծում եւ ոչ միայն գրական։ Այնտեղ գրականի անվան տակ էր, բայց նա խիստ ազգային կազմակերպություն էր։ Խիստ ազգային։ Պետությունը մինչև չուզի մտավորականություն չի կարող ձևավորվել, դա բացառվում է։ Առանցին կլինեն մտավորականներ, որովհետեւ դա Իսկ ձեր կարծիքով պետությունը ինչի չի ցանկանում, որ մտավորականություն լինի։ Դե արդեն մենք գնում ենք լրիվ ուրիշ կողմ։ Գիտեք ինչու եմ սա հարցնում, տեսեք, այսպիսի մի քննադատություն կա, որ ասում են մտավորականները այսօր չեն խոսում Արցախի կորստի, տեղահանության եւ այլ հարցերի շուրջ։ Ինչու չեն խոսում, մենք ձեզ ենք հարցնում։ Ով ասեց չեն խոսում։ Դուք խոսում եք։ Իհարկե խոսել եմ, իհարկե խոսում եմ։ Այսօր երբ որ ինչ որ մեկը խոսում է, հարձակվում են
բազմաթիվ մեկնաբանություններ գրող եւ մարդուն ուղղակի որակազրկում են, փորձում են որակազրկել։ Մարդիկ խուսափում են նման բաներից, այստեղ բարդ չի դա հասկանալու համար։ Իսկ ինչու չի ուզում մտավորականություն լինել, գիտեք ինչ, նախ մենք պիտի հասկանանք ինչ էր այդ խավը, ով էր ձևավորել, ինչի համար էր ձևավորել եւ ինչ գործառույթներ ուներ դա։ Ազգայինը պահպանելու առաջնահերթ։ Ոչ միայն, սովետական շրջանում էր դա։ Սովետական շրջանում էր ձևավորվել մտավորականությունը, այսինքն պետությունը լուրջ ու զտում էր հասարակության մեջից այն ընտրյալներին, տեսեք օրինակ դերասանների պատից, ասենք թե լավագույններին զտում էր եւ հանձնում էր վաստակավոր արտիստի կոչում, ժողովրդական արտիստի կոչում, խավ էր ձևավորում եւ նախ հասարակությունն էր ձգտում դեպի այդ վերին խավը։ Հիմա դուք կարող եք ասել, որ նաև պետությունը հեշտությամբ էր կարողանում ղեկավարել ըստ այդ խավերի, այդ հասարակությանը։ Գուցե, բայց լավ կողմն ավելի շատ էր, քան վատ կողմը այս դեպքում։ Եվ հիմա այսօր չկան այդ կոչումները։ Չկան, ուրեմն պիտի հասկանանք ինչու չկան։ Ինչն էր պատճառը, որ այդ հանեցին այդ կոչումները։ Պատճառն էր, որ խավ չլինի, բոլորը լինեն հավասար եւ ժողովուրդը վերածվի հասարակության, ոչ թե մնա իր ժողովուրդ բառն ինչ է նշանակում, ժողովված, հավաքված, հասարակությունը պրիմիտիվ հասարակ բառից է, այդպես հեշտ է երևի թե ղեկավարելը։ Ցավալի չի ձեզ համար։ Իրականություն է, այդ է։ Հիմա կասեք, բա ամերիկան չունի այդ կոչումները, Ռոբերտ Դե Նիրոն վաստակավոր չի։ Ռոբերտ Դե Նիրոյի միջավայրն այլ է, նրանց մենտալիտետը այլ է։ Մենք այսօր խնդիր ունենք դրա, շատ մեծ խնդիր ունենք։ Մեղվի փեթակում կան աշխատավոր մեղուներ, բոռեր, մայր, եւ ձեզ կթվա թե էլ ոչ մի բան։ Մայր, բոռեր եւ աշխատավոր մեղուն։ Բայց կա մի խումբ, որը աշխատավոր մեղուներից է բաղկացած, որոնք մորը շրջապատած թելադրում են մորը թե ինչ անի։ Ձվադրի, չձվադրի, որոշում են մորը փոխել, սպանում են մորը, նոր մայր են ձևավորում, հենց իրենք։ Դա հենց այդ խավն է։ Արման, այս ծրարի մեջ մեկ սուր հարց կա, ընտրությունը ձերն է, եթե ցանկանում եք բացենք եւ պատասխանենք, եթե ոչ, չենք բացի ծրարը։ Ես կարծում եմ սուր հարցերն արդեն տվել եք։ Այսքանը բավարար է։ Գարավ մասնագիտությանը, հա։ Որովհետեւ եթե տալու հարց լիներ, արդեն կտայիք, ուրեմն պետք չի որ։ Դրա համար մենք ընտրությունը թողնում ենք ձեզ։ Դուք բազմաթիվ սիրված դերեր եք կերտել թե թատրոնում եւ թե կինոյում։ Շնորհակալություն։ Եթե ձեր առաջ դնեին երկընտրանք, ընտրել թատրոնը թե կինոն, որը կընտրեիք։ Մեր տունը։ Ոչ մեկ Շամշադինում։ Շամշադինի տունը։ Հա, իհարկե։ Դե տուն մարդ մի տեղ ունենում են, մնացածը դառնում են բնակարաններ, եթե ուշքդ ու միտքդ քո մանկությունն է, ուրեմն դու հիմա ապրում ես բնակարանում, եթե այնտեղ չես։ Հաճախ եք լինում Շամշադինում։ Վերջին շրջանում հաճախ, հա։ Հա, բայց ես այնտեղ ապրում եմ։ Ես այստեղ ուղղակի քնում եմ գիշերները։ Շատ եք կարոտում։ Հա, դե չէ, դե այնպես չի, որ շատ ուշ եմ գնում դրա համար կարոտը խեղդում, չէ։ Ազատ ժամերին, ազատ օրերին անպայման գնում եմ։ Բայց այստեղ ուրիշ բան կա, ավելի շատ այնտեղ քո անհրաժեշտությունը տեսնելու հարցը կա։ Գիտես, որ այնտեղ դու պետք ես շատ հարցերում։ Իսկ կարող ենք ասել, որ դուք ձեզ ամենաերջանիկը զգում եք հենց ծննդավայրում։ Հա, իհարկե, որովհետև դու վերադառնում ես քո մանկություն, դու այնտեղ դու ես, այնտեղ դու բաց ես, այնտեղ դու բոբիկ ես, պաշտպանվելու խնդիր չունես այդ առումով բոբիկ։
Գալով դերերին, հա, այ հետաքրքիր է, երբ դերասանը խոսքերը մոռանում է բեմի վրա, երբևէ եղել է ձեզ հետ, որ խոսքերը մոռանաք եւ ինչ եք անում այդ դեպքում։ Շատ։ Դե խոսքերը մոռանալը ո՞րն է։ Ախր այդպես չի լինում, որ խոսքերը մոռանում, կարող է բառը մոռանաս։ Բայց դու գիտես, չէ, ինչի մասին ես խաղում։ Իմպրովիզ եք անում։ Դե հիմա եւի տեղը, եթե ես ու եմ ասում, դա չի նշանակում, որ իմպրովիզ եմ անում։ Կամ բայցի տեղը սակայն։ Դա մոռանալու հարց չկա տեղ։ Եթե դու նյութի մեջ ես, կենտրոնացած ես, չես կարող մոռանալ։ Իսկ ինչ եք անում, երբ նախատեսված էր, որ պետք է հանդիսատեսը ծիծաղա, չի ծիծաղում, օրինակ։ Չի ծիծաղում, ուրեմն ծիծաղելի չի, ինչ պիտի անեմ, հո չեմ իջնելու խուտուտ տամ։ Երբ բեմից իջնում եք, առաջինը ինչ եք անում։ Ուր եմ իջնում։ Բեմից արդեն իջնում եք, վերջանում է ներկայացումը եւ ինչ եք ձեզ հետ 10 անում։ րոպե հանգստանում եմ, գնում եմ, փոխվում եմ։ Ինչ պիտի։ Ձեր մեջ ի՞նչն է մնում, ձեր ներսում, երբ ծափերը լռում են, ձեր ներսում ի՞նչն է մնում։ Նայած ներկայացում կա, որ կուզեմ ներկայացումից հետո ցանկություն առաջանում մի քիչ ավելի երկար մնալ, քայլել թեկուզ, մնալ թատրոնում։ Ներկայացում էլ կա անպայման վերջանալուն պես ուզում ես տուն գնալ։ Տարբեր են, մանավանդ, որ մի դեր չես խաղում էլ, ունես խաղացանկում մի քանի դեր։ Գիթրի արի երազենք ներկայացման մեջ դուք ամուսնու դերն էիք խաղում։ Թատերկությունը առաջին անգամ բեմադրվել է 1916 թվականին եւ կնոջ դերերը, այո, խաղացել են նրա առաջին, երկրորդ եւ երրորդ կանայք։ Դրամատուրգը կատակում էր, որ Գիթրի մասին է խոսքը, 16 թվին է բեմադրվել։ Մենք երբ ենք խաղացել։ 1916 թվականին։ 1916։ Այո։ Մենք էլ 100 տարի հետո։ Այդ դրամատուրգը կատակում էր, ասում էր, որ կանայք գալիս եւ գնում են, իսկ ընկերությունը հավերժ է։ Դուք այս կատակ կարծիքը կիսում եք, թե ոչ։ Հումորով արել է այդ եզրահանգումը։ Չէ, դրա մեջ լուրջ բան չկա։ Կարծում եմ։ Ամեն դեպքում ամուսնացիր։ Եթե լավ կին լինի, կլինես երջանիկ, այո, եթե ոչ փիլիսոփա։ Հիմա դուք երջանիկ եք, թե փիլիսոփա։ Մի հատ երրորդ կետ էլ կա, որ չի գրել Սոկրատը։ Որն է։ Չէ, ես երջանիկ մարդ եմ։ Երջանիկ մարդ եմ, որովհետև լավ ընտանիք ունեմ, լավ երեխաներ ունեմ, տանն ինձ սպասում են, որ գնում եմ միշտ չի, որ ուրախ են։ Խիստ եք երևի։ Չէ, միշտ չի, որ ուրախ են, այսինքն ուրախ կլինեին, եթե միշտ ուրախ կլինեին, եթե գնայի, այդ լավ չի։ Չէ, տուն չէ, տնից դուրս եմ գնում։ Հա, հասկանալի է։ Երբ որ հեռանում եմ տնից, ենթադրենք հյուրախաղեր ունեմ, բան ունեմ, միշտ չի, որ ուրախանում են դրանից, էլի, ուրեմն լավ է։ Աղջիկ եւ տղա ունեք։ Տղա եւ աղջիկ, մեծս տղա։ Մեծը տղա է։ Քանի տարեկան են ձեր երեխաները։ 14 եւ 10։ Արդեն ձեր որդին որոշել է, թե ինչ ուղով է գնալու, ինչ ճանապարհով։ Կարծում եմ դեռ շուտ է, որովհետեւ դեռ չի մի օր մի բան ասում, մի օր մի, բայց առաջիկայում կորոշի։ Ապրել հիմա, թե ապրել վաղվա օրվա համար, որն է ձեր մոտեցումը։ Հիմա պիտի ապրես վաղվա օրը նախապատրաստելով, իսկ երեկվա օրն արդեն ապրած։ Բայց դուք ասում եք, որ երջանիկ եք շատ, իսկ հետաքրքիր է։ Չէ, շատ երջանիկ չեմ կարող լինել, տապուշություն կլինի, որ շատ երջանիկ լինես։ Չափի մեջ։ Ինչքան որ օրվա մտահոգությունները կամ դարիս մտահոգությունները թույլատրում են երջանիկ լինել։ Իսկ ինչ նպատակներ ունեք, ինչ պլաններ, ծրագրեր, որ առաջիկայում անպայման ուզում եք իրականացնել։ Մասնագիտական։ Եվ մասնագիտական, եւ անձնական։ Մասնագիտական կան դերեր, կան առաջարկներ, կան, որ ընթացս այսպես գնում է։ Դա երազանք չեմ կարող, երազանքս մեկն է, ուրիշ չունեմ, կարծում եմ կիմանաք բոլորդ, որն է երազանքս։ Արդեն կարելի է կանխագուշակել, այո, կարելի է ենթադրել։ Երազանքս է ունենալ ամուր Հայաստան, երազանքս է ունենալ ամուր սահմաններով Հայաստան եւ ոչ թե այսպես բսկտված, ես է երազանքս։ Որ ասում Հայաստան, Արցախն էլ հետն է։
Ձեր երազանքը հիմա այս պահին դա է։ Իհարկե։ Հա, դա միայն իմը չպիտի այդպես լինի, էլի։ Շատ շնորհակալություն անկեղծ եւ բավական խորքային զրույցի համար։ Ձեզ մաղթում եմ համարձակ դերեր եւ որ բոլոր ձեր նպատակները կապված նաեւ հայրենիքի հետ թող կատարածվեն առաջիկայում։ Դրանք տարբեր չեն կարող լինել։ Ես այս հայրենիքի մի մասն եմ, այս երկրի մի մասն եմ, չի կարող իմ անձը տարբեր ճանապարհով գնալ, իմ այս իբրև հայրենիքի մի մաս ուրիշ ճանապարհով։ Մենք մեկ ենք, միաձուլված պիտի լինենք, բոլորս միաձուլված պիտի լինենք։ Մարդը բիզնեսմեն է, չի կարող ինքը առանձին իր բիզնեսը ասի, ես բիզնեսում հաջողակ եմ, բայց այնտեղ այդպես չի կարող լինել։ Փող կապակցված, շահ կապված պիտի գնանք։ Եվ ներդաշնակ։ Հա։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ, ապրեք։ Այսպիսին էր Արման Նավասարդյանը, Պրոֆիլ հաղորդաշարում, իսկ մենք դեռ կհանդիպենք։